Լույսը բացվեց վատ լուրով։ Գիշերվա ընթացքում վառվել են Վալբերեզի երկու հիմնական պահեստները, որոնցից գրեթե ոչինչ չի մնացել։ Ուկրաինական հարվածների թիրախում հայտնված Վալբերիսի լոգիստիկ կենտրոններում են նաև հայ վաճառողների ապրանքները։ Ավելի քան 10,000 հայաստանցի տնտեսվարող է այս հարթակում վաճառք իրականացնում։ Հիմա վնասներն են հաշվում, րոպե առ րոպե փոխհատուցման լուրի սպասում։ Թեկուզ այդ կոմպենսացիան թող լինի գոնե մնացած պահեստներում պահեստավորված ապրանքների պահպանման ժամկետները, այդ գումարները գոնե հետաձգվի, ներկա պահին սառեցվի կամ միջնորդավճարները, որ մենք Վալբերիսին վճարում ենք, գոնե ինչ-որ միջափով նվազեցվի, որ գոնե մենք կարողանանք մեր վաճառքները շարունակել։ Էլեկտրաստալը, որտեղ պահեստավորված էին սելերների հիմնական ապրանքների մեծ մասը եւ Կատովսկ պահեստը, որոնք այսպայն դադարեցրել են իրենց գործունեությունը։ Հստակ պատասխան չեն տվել, թե ոնց կփոխհատուցեն։ Վնասները գնահատում են մոտավորապես 1.5 միլիոն դրամ ու ավել։ Ուկրաինան վերջին օրերին անօդաչու թռչող սարքերով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի առնվազն 4 լոգիստիկ կենտրոններին։ Հարվածների հետևանքով պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Ռուսական իշխանությունների տվյալներով զոհվել է 8 մարդ, ավելի քան 80-ը վիրավորվել։ Ամենաշատը վնասվել է Մոսկովյան Էլեկտրոստալի Վալբերիսի ամենամեծ բաշխիչ կենտրոններից մեկը։ Վալբերիսում վաճառք իրականացնող հազարավոր ռուս վաճառողների համար սա աղետալի վիճակ է ստեղծել։ Ոմանք ապրուստի հիմնական միջոցն են կորցրել։ Я надеюсь, что мне хватит силы и мужества и стойкости это все преодолеть. Я просто понимаю, что физически ВБ не сможет возместить всю компенсацию, и мне от этого очень больно. 16 миллионов долга было. С колен просто поднималась. Потеряли теперь огромные убытки. Կիևը պնդում է, որ այդ պահեստներն օգտագործվել են ոչ միայն քաղաքացիական ապրանքների, այլև ռուսական ռազմաարդյունաբերությանը մատակարարող բաղադրիչների պահեստավորման ու տեղափոխման համար։ Ռուսաստանը եւ Վալբերիսը հերքում են այս մեղադրանքները, պնդելով, որ խոսքը բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքի մասին է։ Վաճառողներն իրենց ենթադրություններն ունեն, այդ մասին առավել ազատ են խոսում հատկապես հայ սելլերները։ Ըստ իս ավելի շատ Ուկրաինան ցանկանում է, որ առհասարակ Ռուսաստանի տնտեսությունը հիմնահատակ քանդվի, որովհետև գիտեք, որ Ռուսաստանը ինքը գտնվում է հենց սանկցիաների տակ եւ միակ սնուցող օղակը այս պայդությամբ եւ առևտրի տեսանկյունից եւ ֆինանսների տեսանկյունից ԵԱՏՄ երկրներն են։ Ուկրաինայի հարվածներից ամենաշատը վնասվել է Էլեկտրոստալի Վալբերիսի խոշորագույն լոգիստիկ կենտրոնը, որի տարածքը շուրջ 188,000 քառակուսի մետր է։ Հայ վաճառողների ապրանքները նաեւ այս պահեստներում են կրակի բաժին դարձել։ Մասնադարը նոր է եղել, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել 2,700,000 դրամի մասին է խոսքը գնում։ Կոնկրետ իմ մասով ես ինքս ներկա պահին ունեմ 7 պահեստում պահեստավորված ապրանքներ, որից 2-ը ներկայությամբ չկան։ Այսինքն հիմա այնտեղ իմ հույսը մնացել են 5 պահեստները, բայց ինձ մոտ արդեն նենց փուճապահար վիճակա, որ ես արդեն չգիտեմ, ես վաղ առավոտյան արթնանամ գիշերը որ պահեստին, հա, արդեն թիրախավորած կլինեն։ Վալբերիսն օրերս պայմանագրում մի կետ էր ավելացրել, ըստ որի պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացված ապրանքների համար փոխհատուցում չի տրամադրելու, քանի որ նման դեպքերը դասվում են ֆորս մաժորային հանգամանքների շարքին։ Դոնարա Գրիգորյանը, որ Վալբերիսի հարթակում վաճառք իրականացնելու հմտություններ է սովորեցնում տնտեսվարողներին, ասում է, այս հայտարարությունը կոտրում է փոխհատուցում ստանալու իրենց հույսերը։ Նա նաև ընկերության վերջին հայտարարությունն է հիշեցնում, ըստ որի քննարկվում են տուժած վաճառողներին աջակցելու այլ տարբերակներ, բայց մտավախություն ունի, որ հայ վաճառողները դուրս կմնան աջակցության այս ծրագրերից։ Ներկա պահին ցավոք սրտի առավելություն ունի միայն ու միայն Ռուսաստանի Դաշնություն։ Օրինակ Ռուսաստանի սելերները ՎԲ բանկ գոյություն ունի, այդ բանկից կարող են գումար վերցնել, ինչ որ տոկոսով, երեք գրել է, որ այդ տոկոսները 6 ամսով կսառեցվի, հավանաբար կոմպենսացում են դրա մասիներ երևի, որը դե մեր հայ սելերներին չի վերաբերվում, որտեղ մենք չենք կարող ինչ որ այդպես բաներից օգտվենք։ Գուրգեն Թադևոսյանը Վալբերիսում արծաթյա զարդեր է վաճառում, ասում է, այսօր Վալբերիսի իր էջում տեսել է մնացորդային ապրանքների քանակը, սակայն կարծում է, որ դա կարող է ծրագրային սխալ լինել։ Լիքը սելերների մոտ հայտնվել է, թե ինչքան աչքար վնասված ապրանք ունի ինքը պահեստում, որ կարողացել են նույնականացնել, ինչքան ապրանք, այ մոտ էլ է հայտնվել, բայց
վաճառք չի կարող գնել այդ ապրանքը։ Հասանելի չի, չեն կարող գնեն։ Լիլիթ Բաղրամյանը նոր է ավարտել դասընթացներն ու վերապատրաստումները։ Արդեն սկսել էր հաջող վաճառքներ իրականացնել Վալբերիսի հարթակում։ Ասում է, չհասցրեց շատ ուրախանալ։ Եվ մոտավորապես գրել եմ 1.310.000-ի վնասի չափ։ Չգիտեմ փոխհատուցման հետ կապված, ասում ենք պաշտոնական հայտարարությունների։ Վալբերիսի հիմնադիր Տատյաննա Կիմն իր վերջին հայտարարությամբ դիմել է տուժած վաճառողներին ու վստահեցրել, որ նրանց միայնակ չի թողնի։ Կիմն ընդգծել է, ընկերությունը սկսել է վճարումներ զոհվածների ընտանիքներին եւ ծանր վիրավորված աշխատակիցներին։ Վերանայել է արտակարգ իրավիճակների ժամանակ գործող կանոնները, հենց այն կետը, որը վերջերս էր ավելացրել։ Կիմի խոսքով առաջիկայում վաճառողների համակարգում կցուցադրվեն էլեկտրոստալի պահեստում եղած ապրանքների ճշգրիտ տվյալները, իսկ վնասված ապրանքների փոխհատուցման հարցով գնահատումները դեռ շարունակվում են։ Արդյոք օգնությունը նաև հայ վաճառողներին կհասնի, նրանք պատասխան չեն գտնում։ Գեղեցիկ բառն ասա կփոխհատուցենք, բայց դրա տակ ինչ կա ոչ մեկ չգիտի։